Հայկական ուզունդարան շարունակվում է։ Հաջորդ անգամ, երբ ChatGPT-ին հարցնեք, ով կհաղթի, ձին թե 100 բադը, պատասխանը կարող է գալ անսպասելի տեղից, ավելի կոնկրետ Հրազդանից, որտեղ բացվել է տարածաշրջանի ամենահզոր արհեստական բանականության սուպեր համակարգչային կենտրոնը, Firebird AI-ի արհեստական բանականության գործարանը։ Մի անհանգստացեք, կենտրոնում ոչ թե ռոբոտներ են արտադրվելու, այլ աշխատելու են հազարավոր գերհզոր գրաֆիկական պրոցեսորներ հսկայական քանակությամբ հաշվարկներ անելով։ Այդ թվում մտածելով ձի ու բադերի մենամարտի ձեր հարցի շուրջ։ Բադերի ամենատպավորիչն այն է, որ այս ամբողջը ստեղծվել է մոտ 1 տարում։ Firebird AI-ի 3 հայ համահիմնադիրներն այն իրականացրել են NVIDIA-ի եւ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ։ Առաջին փուլում ներդրվել է մոտ $500 միլիոն։ Հարսանիքներ։ Բայց ինչպես հայկական հարսանիքներում է լինում, սա դեռ միայն սկիզբն է։ Երկրորդ փուլում նախատեսվում է եւս 4-ից 5 միլիարդ դոլարի ներդրում։ Տաշի, որովհետեւ մինչև հաջորդ տարվա փետրվար պետք է ավելացնեն ավելի քան 41,000 գրաֆիկական պրոցեսոր։ Այդ գների մեջ է տամ։ Եթե ամեն ինչ իրականացվի ըստ ծրագրի, Հայաստանը արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ կարող է հայտնվել աշխարհի առաջատար 5 երկրների շարքում։ Վաու։ Բայց հազարավոր հզոր համակարգիչներ ունեն մի փոքր խնդիր։ Ձենաբերում։ Դրանք սիրում են տաքանալ։ Վայ, ու այստեղ առաջանում է շատ հայկական հարց։ Իսկ ջրի համար ով է վճարելու։ Yes! Տվյալների կենտրոնները սովորաբար մեծ քանակությամբ ջուր են օգտագործում համակարգիչները հովացնելու համար։ Այ աստված։ Սակայն Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով լրացուցիչ հովացում անհրաժեշտ է 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, իսկ Հրազդանում երբևէ գրանցված առավելագույնը մոտ 36 աստիճանն է։ Բացի այդ, գործում է փակ ցիկլի հովացման համակարգ։ Ուստի, ըստ ընկերության, ջրի մշտական սպառում անհրաժեշտ չէ։ Էներգիայի հարցում էլ հետաքրքիր իրավիճակ է։ Հայաստանը տարվա որոշ ժամանակահատվածներում ունենում է էլեկտրաէներգիայի ավելցուկ, ինչը էներգահամակարգի համար այնքան էլ լավ բան չէ։ Հիմա այդ ավելցուկի մի մասը կարող է սպառել հենց Firebird-ը։ Այսինքն, ունենք հսկայական համակարգիչներ, որոնք շատ էներգիա են ուզում, եւ միաժամանակ էներգիայի ավելցուկ, որը պետք է օգտագործել։ Իհարկե արհեստական բանականության գործանի ամբողջ հաշվարկային հզորությունը միայն Հայաստանի համար չէ։ GTA նախարարությունը, ԲՏԱ նախարարությունը գնել է $25 միլիոն հաշվարկային ռեսուրս, որը կտրամադրի հայկական ստարտափներին ու ընկերություններին։ Իսկ մնացածը կհասնի ԱՄՆ արհեստական բանականություն օգտագործող խոշոր ընկերություններին։